Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, նախորդ կարճ ժամանակ երկու հարց էի տվել, գուշակեք, որ երկրում եմ ես գտնվում եւ ինչու է ցերեկվա ժամը 1-ից մինչև 5-ը փողոցները այսպես դատարկ։ Շնորհակալ եմ բոլորի պատասխանների համար, իսկ հիմա եկեք ապացույցը նայենք։ Ժողովուրդ ջան, որ համոզված լինեք, հիմա ես նկարում եմ ցերեկվա ժամը 3-ն է։ Եվ այսպես փողոցները դատարկ են, որովհետև ոչ թե պարզապես հանգստի ժամ է, կամ շոգ է, կամ ցուրտ է։ Այս ժամերին, այս քաղաքում, այս ռեգիոնում բոլորը համատարած քնում են։ Մեծ, փոքր, կին, տղամարդ պարզապես քնում են։ Եվ դա շատ ընդունված է։ Ցավոք սրտի մեզ մոտ այդպես բան չկա։ Ոչ միայն փողոցներն են դատարկ, այլև որոշ ժամերի այս մարդաշատ այգիները, ես մտածեցի, որ գուցե այստեղ մարդիկ կլինեն, որտեղ մշտապես նստած զրուցում են տարիքով մարդիկ, իսկ երեխաները աղմկում են, խաղում են, այսինքն շատ մարդաշատ է, այստեղ նույնպես ամբողջովին դատարկ էր, դատարկություն էր։ Տեսեք, ես արդեն մի հուշում տվեցի։ Իսկ հիմա անցնենք առաջ։ Այս քաղաքներում դրանք են Պոլինյանո, Կաստելո, Մոֆետա, Բիշելիե, Տրանի, Ջովինացո, շատ գեղեցիկ բնություն կա եւ շատ գեղեցիկ ձևավորումներ փողոցներում, պատշգամբներում, պարզապես տարածքում մարդիկ ինչ հոգու թրթիրով եւ հոգատարությամբ են վերաբերում ամեն մի բույսի։ Առավոտը սկսում է բույսերի խնամքով, կոմպոզիցիաներ տարբեր, եթե ընդամենը մի քանի խոսքով նկարագրելու լինեմ այստեղի բնությունը, ապա սուկուլենտների տարբեր տեսակներ, հավորցիա, չգիտեմ, այնտեղ տարբեր կակտուսներ, էուֆորբիաներ, հրաշալի բուգենվիլիաներ, տարբեր գույների, որոնց բարձրությունը հասնում է մինչև 10 մետր, եւ իհարկե էուֆորբիաներ, ժայռեր, իսկ ամենաշատը այս ռեգիոնին բնութագրում են ձիթենիները, զեյթունի ծառերը։ Դրանք ամենուր են փողոցներում, պատշգամբներում, նույնիսկ պլանտացիաներում, որտեղից հենց պտուղն են հավաքում, աճում են եւ որպես դեկոր, եւ որպես իհարկե պտղատու ծառեր։ Սիրելիներս, շատ կուզեի, որ Հայաստանում էլ այսպիսի մշակույթ լիներ բույս սիրելու, որը կարծեմ թե արդեն ձևավորվում է։ Այս քաղաքը, կուզեի խոսել նաև այս քաղաքի մասին, կոչվում է Պոլինյանո եւ հայտնի է նրանով, որ աշխարհի տարբեր երկրներից սեպտեմբեր ամսին գալիս են այստեղ լողորդներ, պրոֆեսիոնալ, կլիֆ դայվինգին մասնակցելու։ Դա ցածկ է ժայռի վրայից։ Ընդ որում հետաքրքիրը այն է, որ կան հատուկ հյուրանոցներ հենց ժայռերի վրա եւ տներ, որտեղ այս լողորդները պարզապես ճաշասենյակից վազելով գալիս են պատշգամբներ, փոքր պատշգամբներ են, հիմա ես ձեզ ցույց կտամ, եւ ցածկը կատարվում է հենց այդ, տեսնում եք դուք, ցածկը կատարվում է հենց այդտեղից, իսկ դրա բարձրությունը 27 մետր է, պատկերացրեք 10 հարկանի շենքի չափ։ Դա պարզապես տեսնել է պետք։ Ինչ վերաբերում է ձեր ուրեմն գուշակումներին, դրանք հիմնականում Իսպանիա, Հունաստան, Ֆրանսիա, Մեքսիկա նույնիսկ, եթե ես էլ ինձ էլ տային այս հարցը, ես էլ կշփոթեի հիմնականում Հունաստանի կամ Իսպանիայի հետ, որտեղ եղել եմ այդ երկրներում եւ շատ նման է բուսականությունը եւ քաղաքների տպավորությունը հենց այս երկրների հետ։ Սակայն գուշակել է միայն մեկ հետևորդ, որի անունն է Սոնյա Գյոզալյան, եւ մրցանակը իհարկե գնում է նրան, նախապես ասեմ։ Իսկ հիմա ուզում եմ դարձյալ խոսել ձիթենիների մասին, որտեղ հաջորդ հաղորդումը պիտի անեմ հավանաբար հենց նրանց մասին։ Այստեղ շատ են օգտագործում ձիթապտղի յուղը։ Տարեկան փոքրիկ ընտանիքի համար մոտավորապես 50-60 լիտր, ինչպես ես արդեն չոր է, փոխում ենք այս մատղաշ տերևները, բա ինչքան հիվանդությունների դեմ ասած պայքարում, դուք պարզապես չեք կարող պատկերացնել։
եթե նույնիսկ աստված կազմակերպի հանդիսությունները, պարզապես սրանից պատրաստված թեյը արդեն բուժիչ է եւ շատ հարուստ է հակաօքսիդանտներով։ Ես քիչ պիտի այստեղ հիմա քանի բոլորը քնածել, մի քիչ գողանամ այս տերևներից, հետո ստերը, որտեղ ճիշտ է Հայաստանում կա, բայց դրանք հիմնականում դեկորատիվ են, այսինքն սենյակային պայմանների համար նախատեսած, իսկ սա բնության մեջ այս հրաշք պարզապես երկրում, այնպես որ ժողովուրդ ջան, այս գողությունը արդարացված է։ Պիտի ձեզ ցույց տամ, չէ՞ ոնց է դա գործում։ Օգտագործում են ձիթապտուղը, սակայն քչերը գիտեն, որ նույնքան օգտակար է նաև տերևը։ Դե ինչ, սիրելի Սոնյա Գյոզելյան, դուք ճիշտ եք գուշակել, որ ես գտնվում եմ Իտալիայում եւ Պուլիայում։ Իսկ մենք կհանդիպենք